Սերժ Սարգսյանին ամենաշատը չեք սիրում։ Ես բացարձակապես, ես բան չկա, որ ես որևիցե մեկին չեմ։ Ամենաշատն եք քննադատում։ Այո, որովհետև ինքը հիմնական դերակատարն է այս ընդդիմության կոլապսի։ Ինքը հիմնական դերակատարն է։ Ես եմ մեղավոր, որ ինքն է հիմնական դերակատարը։ Շատ հնարավոր է, որ միջև այս հարցազրույցը հրապարակվի, արդեն Գյումրին քաղաքապետ ունենա, կարող է մի փոքր ուշանակ։ 16-ից հետո ես տալու ես հաղորդում։ Դեք աշխատենք մինչև 16-ը տանք, բայց կարծում եք Սերժ Սարգսյանն է այս կոլապսի հեղինակը Գյումրիում։ Միայն Գյումրիում չի, Հայաստանում Հանրապետությունում է կոլապսի հեղինակին։ Ես ասել եմ, չէ՞ արդեն։ Հիմա էլի թող հանրապետականները հարցակվեն։ Արդեն այդ հանրապետականների հարցակումը խոսում է այդ մասին։ Այլապես այլ սրբազանն մի բան ասում է, հա դե անտեղյակ մարդ է, ոչինչից խաբար չի, հիմա խոսում է։ Կարող են ասել, չէ՞։ Բայց այն բուրըն պաշտպանությունը, որով իրենք պաշտպանում են իրենց ղեկավարին, խոսում են մասին, որ ես ճիշտ եմ ասում, չէ՞։ Բայց արդար է 2018 Ուրեմն ինչ ասի ես, ուրեմն ես ինչ ասեցի, վերջերս ինչ ասի Սերժ Սարգսյանի մոտեցում հետևյալն է, կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա։ Բայց մարդը չի ուզում գա իշխանության, հայտարարել է։ Այդ մարդը հայտարարել է նաև, որ ինքը չի լինի վարչապետ կամ նախագահ երկրորդ բանից հետո։ Այդ մարդը հայտարարել է, որ ինքն է լինելու Երևան Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ այդպես է չթռավ։ Այդ մարդը հայտարարել է, որ Հայաստանը դառնալու է սպիդի բուժման կենտրոն, որը եւի չդարձավ։ Նա ինչքան կարանք իր հայտարարությունը։ Այդ մարդը հայտարարում էր, որ Եվրամիությունն է գնում, մի գիշերվա մեջ մտանք Եվրասիական միություն։ Լավ էլի ասել